Սև քիմիոն կամ չորնի տմին։ Իհարկե, վերջին ժամանակներն է արդեն գալիս Հայաստան և նաև այստեղ նաև կա արտադրություն ստանում են յուղը, որը չափից ավելի առողջարար է, հատկապես ազդում է բջջային մակարդակով ուռուցքային բջիջների վրա։ Սիրելիներս, եթե ձեր ժառանգականության մեջ կա ուռուցքային հիվանդություն ունեցողներ, ապա նախօրոք կարող եք նույնիսկ շատ վաղ ժամանակից, անգամ 5-6 տարեկանից օգտագործել, սիրելի ծնողներ, տվեք ձեր երեխաներին, որովհետև այն չափից ավելի լավ է ազդում հենց ուռուցքային բջիջների վրա և վերացնում այն։ Պրոֆիլակտիկայի նպատակով պետք է վաղ տարիքից սկսվի, իսկ չեմ ասում, եթե արդեն կա կամ ստանում է քիմիոթերապիա կամ ճառագայթային բուժում, ապա այն օրգանիզմից հեռացնում է ճառագայթները, ծանր մետաղները, թույները, սիրելի իմ ժողովուրդ, ընդհանրապես ինչ են ասում, ասում են, այն չի օգնում, այսինքն սև քիմիոնը և յուղը, հատկապես յուղը, չի օգնում միայն մահացածին, մնացած դեպքերում բոլորի համար առողջարար է և աղեստամոքսային տրակտի, և գլխուղեղի, և սիրտանոթային համակարգի, բոլոր օրգան համակարգերի համար այն հրաշք է, երիտասարդացնում է ձեր օրգանիզմը, կարող եք օգտագործել դեմքին քսելով, այն կարգավորում է, էլաստիկությունը բարձրացնում է, իսկ օգտագործելը ինչպես, մեկ թեյի գթալ, օրը 2-3 անգամ սոված վիճակում։ Սիրելիներս, իսկ սև այս սերմերը քիմիոնի կարող եք լցնել յուրաքանչյուր աղցանի մեջ և օգտագործել, իհարկե, դա քիչ է օրգանիզմի համար, դրա համար պետք է օգտագործել ավելի առավելագույն յուղը։ Ինչ պետք է անեք, ամեն առավոտյան սոված վիճակում օգտագործում եք յուղը, կես ժամ հետո նոր օգտագործում, ձեր սննդատեսակը, օրը 3 անգամ մեկ թեյի գթալից և դուք կլինեք միշտ առողջ։ Ավելացնեմ, ես գտել եմ նման տեղ, որտեղ սև քիմիոնը ստանում են սառը ճզմվածքով և ամենանորագույն սարքավորման միջոցով, որը և շատ համեղ է, և շատ առողջարար, և դեմքին, և մաշկին, և ամբողջ օրգան համակարգի համար այն երիտասարդացնող և թարմացնող է։ Սիրում եմ ձեզ։